Պատերազմի ակտ է Պակիստանը համարում այն, որ Հնդկաստանը ինքնագլուխ չեղարկել է ջրային պայմանագիրն ու փոխել Ինդուս գետի հունը, որ այն չհոսի դեպի Պակիստան։ Պակիստանը չի ընդունում Հնդկաստանի հայտարարությունը Ինդուս ջրային պայմանագիրը դադարեցնելու մասին։ Պայմանագիրը միջազգային համաձայնագիր է, այն ստորագրվել է Համաշխարհային բանկի միջնորդությամբ և անթույլատրելի է դրա միակողմանի կասեցումը։ Ջուրը Պակիստանի կենսական ազգային շահն է։ 1960 թվականից երկու պետությունների ջրային պայմանագրի ստորագրումից ի վեր նման միջադեպ չի եղել։ Նյու Դելհին և Իսլամաբադը պայմանավորվել էին անկախ պետությունների միջև քաղաքական լարվածությունից հավասար բաշխել ջրային ռեսուրսները։ Պակիստանի ժողովուրդը հավատարիմ է մնում խաղաղությանը, բայց երբեք թույլ չի տա որևէ մեկին ոտնահարել իր ինքնիշխանությունը, անվտանգությունը, արժանապատվությունը և իրենց անօտարելի իրավունքները։ Պատրաստ է Իսլամաբադը ամբողջ ուժով պատասխանել, եթե հարձակվի Հնդկաստանը, Ալ Ջազիրային ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Նա զգուշացրել է աշխարհին, թե իրենք, թե Հնդկաստանը միջուկային զենք ունեն, եթե գերտերությունները չմիջամտեն, լայնածավալ պատերազմ կլինի, որը կարող է կործանարար լինել ամբողջ մոլորակի համար։ Գիշերը Ջամու և Քաշմիրի վերահսկողության սահմանապահ գծում փոխհրաձգություն է եղել։ Իսլամաբադը հերքում է, որ իրենք կապ ունեն ապրիլի 22-ին Հնդկաստանի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում գրեթե 30 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ, որի պատասխանատվությունը Լաշկար-էլ-Թայբա ահաբեկչական խմբավորումն է ստանձնել։ Հնդկաստանը պնդում է, որ շատ պետություններում ահաբեկչական համարվող այդ խմբավորումը ուղիղ կապ ունի Պակիստանի հետ։ Ահաբեկչության պատվերը այնտեղից է ստացել։ Իսլամաբադը վստահեցնում է, ապացույցներ չունի Նյու Դելհին և օգտվում է ահաբեկչությունից տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու համար։ Բրիտանական Sky News-ին է այս մասին ասել Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Առավելագույն զսպվածության կոչ է անում պետություններին միավորված ազգերի կազմակերպությունը։ Հնդկաստանի հետ սահմանի վագա անցակետն է փակել Պակիստանը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական բոլոր ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր համաձայնագրերը։ Նոր ուժերը Հնդկաստանը կենտրոնացրել հարևան պետության հետ սահմանի ամբողջ երկայնքով, ամեն պահին նոր փոխհրաձգություն կարող է լինել։ Այսօր Հնդկաստանի զինուժը ավերել է Փահալգամի հարձակման պատասխանատուների տները։ Գաներ Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։